Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, կամ դուք մեզ դիտում եք լրատվական ռադիոյի գործարար ալիքի կամ Արմեն Դարփինյանի սոցիալական հարթակներից որևէ մեկում, բաժանորդագրվեք 3-ին էլ, Instagram-ում, Telegram-ում, YouTube-ում, Facebook-ում եւ այլն։ Սա Դարփինյանի ժամն է, պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Դարփինյանի հեղինակային ժամը, Դավիթ Խումարյանն է երկրորդ խոսափողի մոտ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, սիրելի Դավիթ։ Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ։ Երկու շաբաթ բաց ենք թողել, պարոն Դարփինյան, ահագին բան է տեղի ունեցել։ Երևի թե կարևորներից սկսենք երկու շաբաթվա ընթացքում։ Ինչն եք առանձնացրել մեզ համար։ Դա շոկ է երևի, Դավիթ ջան, դրա համար բանը չի բավարարում, այսպես ասած ներքին մեր լարումը չի բավարարում, որպեսզի կարողանանք շաբաթական մեկ անգամ ելույթ ունենալ։ Տես, ես ուզում եմ այսօր անդրադառնամ հենց այսօր երկուշաբթի օրը, հենց այսօր առավոտյան Շուշիում, հայկական Շուշիում տեղի ունեցավ հերթական երևի 4-րդը ամենամյա Ալիևը կազմակերպում է այսպես կոչված Global Media Forum, որտեղ բավական ներկայացուցչական կազմ է միշտ հավաքվում, ճիշտ է, միևնույն մարդիկ են գրեթե ամեն անգամ, բայց ներկայացուցչական է երկրների ներկայացման տեսանկյունից եւ կարծում եմ մենք պարտադիր պիտի անդրադառնանք բոլոր այն թեզերին, որոնք այնտեղ հնչել են, որովհետեւ բառի բուն իմաստով բոլոր յուրաքանչյուր թեզը մեզ վերաբերում է, անգամ եթե դա մեր մասին չէ եւ մեր մասին չի խոսում, բայց ես կարծում եմ, որ մենք պիտի անդրադառնանք, որպեսզի հասկանանք մեր գլխի գալիքը, կոպիտ ասած, որովհետեւ ցավոք սրտի այսօր Ադրբեջանը դիրքավորվում է որպես տարածաշրջանային լիդեր երկիր եւ արդեն քաղաքագիտական գրականության մեջ եւ լրատվական դաշտում նրանց անվանում են middle power, այսինքն միջին չափանիշներով միջին ուժի տեր պետություն, կան խոշոր պետությունները, որոնք հավանաբար որոնց շարքում պիտի դասել միջուկային երկրներին, խոշոր երկրները, ես դրանց անվանում եմ խոշոր եղջերավոր, ճիշտն ասած, հիմա սրանք միջին եղջերավոր են, ցավոք սրտի մենք մանր, ուրախանալու բան չկա, մենք էլ մանր եղջերավոր ենք, գիտես, ասեմ քեզ, չէ, բաները, գիտես, համեստ է, մաները, սիրուն է, գեղեցիկ է, հետո բան է, պարկեշտ է, քրիստոնյա է, հասկանում ես, մենք քրիստոնյաբար ենք վերաբերվել բոլորին եւ ճիշտ ենք արել եւ շարունակելու ենք այդպես վերաբերվել, բայց վերադառնալով այս միջին ուժի տեր պետությանն, պիտի ասեմ, որ Ալիևը իր բոլոր փաստարկներով փորձում էր իսկապես այդպես դիրքավորվել, նախ այդ չմիավորված երկրների ցանկում նա մեկ անգամ եւս մատնանշեց իր լիդերային դիրքը եւ Ադրբեջանի երկու անգամ մեջ նրանք գլխավորում էին այդ համայնքը չմիավորված երկրների եւ կարծես ցույց էր դնում մեզ Հայաստանին, որը որ միշտ միավորված է եղել, հիմա էլ փորձում է էլի միավորվել, չես հասկանում ումից փոկվել, ուր միավորվել, ինչու փոկվել, ինչու միավորվել ընդհանրապես, այդ չմիավորված երկրների ցանկում Ադրբեջանը այսօր իր լիդերային դիրքերը կարծես թե ամրապնդել է եւ դա նույնպես փաստեց մեր հարևան դրոպ Թշնամի Ալիևը։ Երկրորդը նա շեշտադրեց իսլամական պետությունների այդ համագումարում իրենց դերը եւ նշանակությունը Ադրբեջանի բոլոր իսլամական երկրները համաձայնվել են, որ Ադրբեջանում է անցկացվելու հերթական վեհաժողովը իրենց հատկապես այսօրվա իրավիճակում, երբ իսլամական երկրում խաղաղ չէ, որովհետեւ շիական Իրանը հարվածում է այնուամենայնիվ սուննի երկրներին, Քուվեյթին, Օմանին եւ մնացած երկրներին, Միացյալ Էմիրություններին, իհարկե Ամերիկա-Իրանյան այս հակամարտության կոնտեքստում, բայց այնուամենայնիվ խաղաղ չէ այդ երկինքը եւ այդ ոչ խաղաղ իսլամական երկինքում որոշում է կայացվել հաջորդ համաժողովը գումարել Բաքվում, Ադրբեջանում եւ մեկ անգամ եւս դա նույնպես շեշտադրում է Ադրբեջանի կարևոր դերը իսլամական աշխարհում։ Եվ այստեղ ես կարծում եմ Դավիթ եւ պիտի մի հետաքրքիր միտք արտահայտեմ իմ կարծիքով Հայաստանը
մենք պիտի հիմա ոչ ռացիոնալ քայլեր անենք, իռացիոնալ քայլեր անենք, որովհետև մեզանից սպասում են միայն ինչ որ մեկին միանվորվել, միաձուլվել եւ դառնալ ինչ որ մեկի մաս, հա, հիմա տվյալ դեպքում Եվրոպայի մաս։ Անջատվել Ռուսաստանից դառնալ Եվրոպայի մաս, ես ասեմ, որ որևէ տարբերություն չկա, եթե ինչ որ մեկի մաս ես, ուրեմն դու մեկամաս ես։ Ինչ որ մեկի ինքնուրույնությունդ կորցնում ես այնուամենայնիվ եւ Ադրբեջանի օրինակը շատ ցուցիչ է այս իմաստով։ Իմ հետաքրքիր եւ միգուցե վտանգավոր միտքը կայանում է նրանում, որ մենք որպես Հայաստան այդ իսլամական երկրների համաժողովում պիտի դիտորդի կարգավիճակ պահանջենք ու ստանանք։ Հասկանում ես, որովհետև քննարկվում է Հայաստանի թեման առանց Հայաստանի, քննարկվում է Հայաստանի ապագան առանց Հայաստանի, հավաքվում են Հայաստանի միգուցե թշնամական, միգուցե ոչ թշնամական, այնտեղ կան բարեկամական, արաբական երկրներ կան, մեզ բարեկամ երկրներն են, չէ՞, որ դրանք անդամակցում են այդ համաժողովին։ Մենք պիտի պաշտոնապես դիմենք եւ դառնանք այդտեղ դիտորդի կարգավիճակ ունեցող երկիր, որովհետև մենք այս տարածաշրջանում ենք, այլ տեղ չունենք մենք, ոչ գնալու, ոչ փախնելու, ոչ փոխելու ցավոք սրտի, ինչ որ ունենք փոխելու տվել տարել են արդեն, հասկանում ես։ Իմ կարծիքով մենք այստեղ պարտադիր պիտի ունենանք մեր դերակատարումը։ Երրորդ փաստարկը, որ բերվում է Ադրբեջանի կոնտեքստում, դա այն է, որ Ադրբեջանը գաղութացման քաղաքականության խիստ դեմ է եւ առաջնորդ է հակագաղութացման այս պայքարի առաջնորդն է աշխարհում։ Իհարկե այդտեղ նա դիմակայում է Ֆրանսիային եւ հիմնական հակառակորդ է տեսնում Ֆրանսիան, մեկ անգամ եւս մատնանշեց, որ Ֆրանսիան իրենից 10,000 կիլոմետր այն կողմ Նոր Կալեդոնիայի, Պոլինեզիայի, այնտեղ երկու հատ ուրիշ կղզիներ կան, որոնց անունները արդեն մոռացել եմ, բայց այնուամենայնիվ հիշատակում է Ֆրանսիան որպես գաղութացման երկիր, ասում է, որ 2026 թվականն եւ 21-րդ դարում գաղութացումը ուղղակի անթույլատրելի է, պիտի ապագաղութացվի եւ ինչու օրինակ Նոր Կալեդոնիան պիտի իր դրոշը չունենա մակում, իր ներկայացուցիչությունը չունենա, իր խոսքը չհասցնի միջազգային հանրությանը եւ մենք ասում ենք Ադրբեջանն ենք հասցնում իրենց խոսքը միջազգային հանրությանը։ Այսինքն հանդես է գալիս որպես ազատատենչ, այսպես ասած, ինքնորոշման կողմնակից երկիր եւ ցավոք սրտի սա եւս անցնում է, հասկանում ես, սա եւս ընդունվում է, սա կարողացել է պարտադրել աշխարհին այս մոտեցումները եւ նման կերպով ամրագրել իր դիրքը որպես միջին ուժի տերպետություն եւ իհարկե հիմնական փաստարկը այստեղ այն է, որ միջին ուժի տերպետությունը պիտի ի վիճակի լինի պաշտպանել իր ինքնությունը, պաշտպանել իր անկախությունը, պաշտպանել իր ազգային ինքնությունը եւ դիմակայել խոշոր եղջերավորների, ուրեմն ցանկացած ոտնձգություններին։ Սա եւս նա ասաց, պիտի դիմակայենք խոշորներին։ Եթե խոշորները մի բան են անում, որը որ դեմ է մեր ազգային շահերին, մենք պիտի կարողանանք դիմակայել։ Ադրբեջանը կարողանում է դիմակայել եւ ուրեմն մենք կարող ենք փաստել, որ նա արդեն կարելի ասել նաև միջազգայինորեն ընդունված միջին ուժի տերպետություն է։ Սա նորից մեզ համար շատ ուսանելի ճանապարհ է, որը Ադրբեջանը անցավ վերջին 35 տարիների ընթացքում։ Մենք ցավոք սրտի դասեր չենք քաղել, հուսով եմ, որ կկարողանանք նաև այս մեր դիտարկումների շնորհիվ ինչ որ բան մեր քաղաքականության մեջ կողմնորոշվել եւ ճշգրտել։ Հաջորդ երկրորդ բլոկը, որը շատ կարևոր էր, ես պիտի փաստեմ, հիմա պիտի փաստեմ եւ հատկապես դիմեմ ռուսաստանյան մեր ունկնդիրներին եւ ռուսական քաղաքականություն պատասխանատուներին, նրանք եւս մեզ լսում են եւ ունկնդրում են, շատ դեպքերում նաեւ վիրավորվում են մեր օբյեկտիվ աննաչառ գնահատականներից, բայց պիտի ասեմ, որ երկրորդ բլոկում Ալիևը իրեն դիրքավորում է որպես հակապուտինյան գործիչ։ Ոչ միայն հակառուսաստանյան, հակառուսական, հակապուտինյան գործիչն է, բոլոր թեզերը, որոնք այսօր արտահայտվեցին, հակապուտինյան թեզեր էին։ Եվ ուզում եմ կոչ անել եւ դիմել պարոն Գալուզինին օրինակ, արտգործնախարարի տեղակալին, որը ցանկացած մանր պատճառ փորձում է որոնել հայաստանյան գործիչների ինչ որ մանր արտահայտությունների վերաբերյալ եւ հակազդեցությունը, այսպես ասած, իր դժգոհությունը արտահայտել։ Ալիևի այսօրվա այդ կոնֆերանսում իր ելույթը բացարձակ հակապուտինյան էր։ Ուրեմն անգամ հեգնանք կա այնտեղ, հասկանում ես, ուրեմն կա երկու, այնտեղ կար Գուսմանը եւ կար Մարկովը։ Գուսմանին
ազատեցին Ռուսաստանում աշխատանքից պրոադրբեջանական պաշտոնից հեգնանքով ասած պատկերացնում եք ինքը Գուսմանը հանդես եկավ մեր շահերի օգտին եւ Ռուսաստանը նրան գործից ազատել, բայց ոչինչ մենք նրան այստեղ տանք իրեն հասանելի գործ եւ քաղաքագետ մի շատ անշնորհք տղա կա Մարկովը, որը ճիշտ ասած իմ հետ նույն ժամանակ է սովորել Մոսկվայի համալսարանում, մենք միասին եղել ենք ռազմական այդ հավաքներին սովետական միության ժամանակ, այն ժամանակ էլ հիմարի մեկներ շարունակեց իր ճանապարհը հիմարության կոնտեքստում եւ լինելով բացարձակ պրոպուտինյան դարձավ առաջին ինոագենտը, դարձավ ինոագենտ, որովհետեւ շեշտ դուրս էր տվել, ասենք բանի Ադրբեջանի նկատմամբ նախորդ ֆորումին հենց այդ նախորդ ֆորումին Մարկովն էլ էր ընդ հիմա Ալիևը հեգնանքով ասում պատկերացնում եք այս բանը սա ասում մեր օգտին խոսեց եւ իրան արդեն ինոագենտ համարեցին հռհռում էր այսինքն հռհռում էր ում վրա այսօրվա Ռուսաստանի եւ Պուտինի վրա ճիշտն ասած եւ ուր է պարոն Գալուզինի հակադարձը ուր եք պարոն Լավրով ուր եք բացի դրանից այնտեղ ներկա էր Գորդոնը հայտնի ռուսատյաց ուրեմն բանը նա դե ներկայանում է որպես լրագրող բայց լրագրող չի նա այսօրվա Կիևի, այսօրվա Ուկրաինայի գործիքներից մեկն է։ Քարոզիչներից մեկն է։ Քարոզիչն է, ագրեսիվ գործիքներից մեկն է։ Հիմա նա Գորդորին մեկ անգամ եւս հորդորեց, ասաց երբեք չհամաձայնվեք օկուպացիային, Ղրիմը ներառյալ, երբեք չհամաձայնվեք։ Մեկ եւ փորձեք ուժով պարտադրել ձեր ճշմարտությունը Ռուսաստանին։ Ուժով պարտադրեք, այսինքն հաղթեք, այսինքն նա ասաց Ալիևը ասաց այսօր այն ինչ որ ասում է Եվրոպան։ Եվ չգիտես ինչու Ռուսաստանը Եվրոպային համարում է դասակարգային թշնամի, իսկ Ադրբեջանին համարում է ստրատեգիական գործընկեր։ Խնդրեմ։ Այսինքն այստեղ որտեղ է դրամաբանությունը։ Շահը որտեղ է։ Հավանաբար շահը այնտեղ է, որ Ռուսաստանը այնուամենայնիվ Ադրբեջանի միջոցով գազ է արտահանում եվրոպական երկրներ։ Ես այդպես կարող եմ դիտել, այս ուրիշ շահ չեմ տեսնում այստեղ, որովհետև ակնհայտ կերպով հակառուսական, հակառուսաստանյան, հակապետական Ռուսաստանի նկատմամբ եւ հակապուտինյան կոնկրետ դիրքորոշում է ցուցաբերում կոնկրետ նախագահ Ալիևը։ Եվ եւս մեկ տեզ արտահայտեց, որ Ռուսաստանը պիտի վերանայի Հարավային Կովկասի նկատմամբ իր դիրքորոշումը, ինչը մենք չենք տեսնում։ Մենք նույն բանն ենք ասում։ Այստեղ ես կհամաձայնվեի ուրեմն Ադրբեջանի հետ, որտեղ իհարկե Ռուսաստանը բացարձակ նույն թեզերով է հանդես գալիս, ինչ որ կլիներ, ասենք 20 տարի առաջ, 30 տարի առաջ, 35 տարի առաջ, նույն թեզերով է հանդես գալիս այսօր, բայց կարծես թե ժամանակը արդեն դուրս է եկել իրենց վերահսկողությունից եւ նորից եմ կրկնում, բացահայտ հակապուտինյան դիրքորոշում ցուցաբերեց Պուտինի ստրատեգիական գործընկեր Դաշնակից Ալիևը։ Սա եւս մեկ անգամ իցուցիան դնում ռուսաստանյան քաղաքական վերնախավին, որոնք ժամանակի ընթացքում հավասարեցրեցին մեր կարգավիճակները, Հայաստանը վաղուց եւ երբեմն մենք ստրատեգիական գործընկերներ ենք, բարձրացրեցին Ադրբեջանի հետ հարաբերությունները մինչև ստրատեգիական գործընկերություն, այդ իմաստով օգնեցին Ադրբեջանին Ղարաբաղի գրավելու հարցում, ամենայն դեպս որևէ կերպ չխանգարեցին, ասենք, որևէ կերպ չխանգարեցին եւ խաղաղապահներն էլ նպաստեցին իմ կարծիքով տեղահանմանը ժողովրդի այդ գենոցիդին, որը տեղի ունեցավ Ադրբեջանում։ Ուրեմն սա երկրորդ բաններ, բլոկներ հարցերի։ Երրորդ բլոկը այն էր, որ Ադրբեջանը շարունակում է բնականաբար իրեն դիրքավորել որպես նավթագազային էներգակիրների զորագույն կենտրոն, ըստ որում յուրահատուկ բացառիկ կենտրոն եվրոպական չափանիշներով արդեն 16 երկիր նրանք կարողանում են գազ արտահանել խողովակներով, շատ կարևոր է խողովակներով, եւ այդ երկրների ցանկում այս տարի ավելացել են Գերմանիան եւ Ավստրիան, սա արդեն արևմտյան Եվրոպա մտավ, էլի, որովհետեւ մինչեւ այդ արևելյան Եվրոպա էր, հիմնականում Հունգարիան էր, Սլովակիան էր, մի քիչ Չեխիան էր, բայց հիմա արդեն մտավ արևմտյան Եվրոպա եւ շատ կարեւոր մի հանգամանք եւս, ասած մենք արդեն սկսել ենք Սիրիա արտահանել գազը, դա նշանակում է, որ Սիրիայից եւս մենք կարող ենք արդեն այդ ռեգիոնալ կոնտեքստում տարածվել, բայց ասած եվրոպացիներ դուք պիտի վճարեք դրա համար, դուք պիտի վճարեք եւ կարծես թե շատ ուրախ էր եւ դա էլ չթաքցրեց
որ 2022 թվականին, երբ Ռուսաստանը սկսեց պատերազմ Ուկրաինայի դեմ, իրենց գործերը բարելավվեցին միանգամից։ Նա դա չթաքցրեց, ասաց, մինչև 22 թվականը եղած մեր ենթակառուցվածքները չեն բավարարում արդեն այսօրվա պահանջարկին, այդ ենթակառուցվածքների ստեղծման համար փող է պետք ներդնել։ Դուք եք դրա սպառողները գազի եւ մեր նավթի, փողը ներդրեք, խնդրեմ, մեզ ներդրումներ են պետք, բայց բացի ներդրումներից երկարատև կոնտրակտներ են պետք։ Վաղ եթե դուք բարելավեցիք ձեր հարաբերությունները ռուսների հետ, դա չի արվելու մեր հաշվին, դուք պիտի մեզ երաշխիքներ տաք, որ տասնամյակներ շարունակ մեզանից գազ եք գնելու, խնդրեմ։ Այսինքն նա բացահայտ եվրոպացիների առջև պահանջ դրեց եւ թելադրող պահանջ, սա եւս մենք պիտի հաշվի առնենք, նրա եւ եվրոպացիների հարաբերություններում Ալիևը թելադրող է, որովհետեւ եվրոպացիների համար այսօր առաջնային խնդիրը իրենց էներգակիրների ապահովումը։ Եվ ինձ անկեղծ ասած զարմացրեց այդ Գերմանիայի եւ Ավստրիայի էքսպորտը դեպի Ավստրիա եւ դեպի Գերմանիա։ Հաջորդ բլոկը, որ ես առանձնացրել եմ, դա հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին է, որտեղ նույնպես ինքը մի քանի արտահայտություն թույլ տվեց, որոնք մենք պիտի անպայման հաշվի առնենք մեր հետագա գործողություններում։ Նախ շարունակում է Միջանցքը, Մեղրիով անցնող Միջանցքը կոչել Զանգեզուրի Միջանցք։ Բացահայտ է դրանց համար, ասենք, այստեղ ես հորդորում եմ արդեն մեր իշխանություններին պետք չի դնել պայմաններ, որոնք ակնհայտորեն չեն կատարվելու։ Դա ուղղակի դեվալվացնում է մեր քաշը ու հեղինակությունը երկրի, հա։ Ուրեմն այդ կորիդորը կոչվում է Զանգեզուրի կորիդոր, վերջ, 1։ Երկրորդը, բացարձակապես չի հետաքրքրում, թե այդ կորիդորով այդ միջին Միջանցքը կանցնի, չի անցնի, այլ բեռներ կանցնեն, չեն անցնի, նրան հետաքրքրում է միայն Ադրբեջանի, Նախիջևանի եւ Թուրքիայի ուրեմն անխոչնդոտ կապ։ Ուրիշ բան նրան չի հետաքրքրում։ Այսինքն այդ բեռների ծավալները կգա Հնդկաստանից, Չինաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից, թե որտեղից կգա, դա մեր մտածելիքն է, մեր խնդիրն է։ Իր խնդիրը չի բացարձակապես ուղղակի դա մասին ոչ ավելին հոժար կլինի եւ շատ ուրախ կլինի եթե ոչ մի բան չգա ինքը իրեն պետք է այդ կապը ապավել վերջնա միայն դրա մասին է մտածում եւ այստեղ ես մեր քաղաքականության եւ արտաքին գերատեսչության ղեկավարին եւ վարչապետին իհարկե ասելիք ունեմ այստեղ մենք պիտի աշխատենք հասկանում ես նույնը մենք պիտի հասնենք նրան որ այսօր այստեղ արդեն այս փուլում ստանանք համապատասխան երաշխիքներ, որ այդ միջանցքով բեռներ են անցնելու եւ մենք օգտվելու ենք դրանից, այսինքն մենք կկարողանանք տարանցիկ երկիր դառնալ վերջապես, որի վերաբերյալ Ալիևը նույնպես հեգնանքով արտահայտվեց, ասաց, ճիշտ է, վերաբերում էր նրա ասածը անցյալին, բայց հեգնեց այն իմաստով, որ ինչպես Հայաստանը կարող էր դառնալ տարանցիկ երկիր եւ դրա փորձը չուներ ընդհանրապես, ոչ փորձ ունի, ոչ հեղինակություն ունի որպես տարանցիկ երկիր եւ ոչ էլ վստահություն կա Նա դա արտահայտում է այսօր, այսինքն բացարձակապես չի հետաքրքրում Հայաստանի տարանցիկ լինել չլինել, նրան հետաքրքրում է ընդամենը այդ իր կապը պատասխան եւ պանթուրքական կապը, այսպես ասած, բայց մենք պիտի աշխատենք նույն Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ։ Տարակուսում եմ, որ Չինաստանը չի ճանաչել դեռևս, չի շնորհավորել մեր ընտրությունների կապակցությամբ Փաշինյանին։ Տարակուսում եմ, որովհետեւ Չինաստանը իմ կարծիքով պետք է շնորհավորի, թե ինչու չի շնորհավորում Ռուսաստանը, ես հասկանում եմ ինչու չի շնորհավորում, որը նույնպես անկեղծ ասած ամենայն հավանականությամբ Չինաստանն էլ Ռուսաստանին է նայում, պարոն Դարբին։ Նայում է, խոսում է, միգուցե խորհրդակցում է, բայց Ռուսաստանի դիրքորոշումը գոնե հասկանալի է, հա, ընդունելի չի, բացարձակ ընդունելի չի, այսինքն չճանաչելը, բայց Չինաստանի չճանաչելը արդեն ուղղակի տարակուսանք է հարուցում, այստեղ ես չեմ հասկանում մենք ինչ ենք անում, կարծես թե անցյալ տարի ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին հուշագիր իրենց հետ եւ մենք պիտի հասնենք, չգիտեմ ինչ գնով պիտի հասնենք նրանց կողմից ոչ միայն շնորհավորանքի, նաեւ նրանց պարտավորությունը, նրանց հետաքրքրվածությունը այս ճանապարհով, նրանց բեռների տարանցիկ Հայաստանի միջոցով անցնելու վերաբերյալ մենք պիտի նրանցից հասնենք անպայման համաձայնության։ Առանց դրա ես չեմ տեսնում, ապագա չեմ տեսնում այս այսինքն ճանապարհը եթե պիտի սպասարկի միայն ադրբեջանա-թուրքական շահերը, դա մեզ ոչինչ չի տալիս։
հաջորդ թեզը, որ մեր վերաբերյալ արտահայտեց ընկեր Ալիևը, հետևյալն էր, ասեց մենք ենք կանգնեցրել, ասեց պատերազմը, մենք ենք կանգնել, կարող ենք առաջ գնալ, այսինքն հումանիստ է, էլի, որ չի հարձակվել հետագայում Հայաստանի վրա, մենք կարող ենք գնալ, ասեց, բայց մենք որոշեցինք կանգնել։ Իսկ պետք է ասեմ, պարոն Ալիև, դուք որոշեցիք կանգնել, իսկ մենք պետք է որոշենք, որ դուք դուրս գաք մեր տարածքից, ոչ միայն որոշել եք կանգնել, դուք պետք է դուրս գաք, դուք հետ գնալու տեղ ունեք, մենք չունենք։ Մշտական գործածվող թեզը այն մասին, որ երբեք չենք համակերպվի, երբեք չենք մոռանա այն վայրագությունները, որոնք ջախջախումները, որոնք հայերը թույլ են տվել ադրբեջանական ուրեմն եւ ժողովրդի նկատմամբ եւ իրենց բնակավայրերի նկատմամբ երբեք չենք մոռանա գենոցիդը, ասում է պարոն Ալիևը, ուզում հակադարձեմ, մենք երբեք չենք մոռանա նույն 1920 թվականին ռուս մեծագույն գրող բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի կողմից նկարագրած ջարդերը Շուշիում, հենց այն Շուշիում, հայկական Շուշիում, եւ մենք էլ չենք մոռանա այդ գենոցիդը, չենք մոռանա վայրագությունները հենց հայ-ադրբեջանական առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ։ Չենք մոռանա վայրագությունը, չենք մոռանա վայրագությունը, որը դրսևորվեց արդեն Ջերմուկի հատվածում պատերազմի ավարտից հետո, կարծես թե երբ դա հարձակվեցիք Հայաստանի տարածքի վրա, մենք էլ չենք մոռանա, հասկանում ես։ Եվ նման կերպ խաղաղության գնալը ես չեմ կարծում, որ ողջամիտ է, ամենայն դեպս դա մի ռումբ է, որ դրվում է այս խաղաղության բանակցությունների բանի տակ, սեղանի տակ։ Ես Միջալոց Շուշիին վերաբերյալ ես կարծում եմ մեծագույն սխալ է թույլ տվել արդեն Ալիևը, երբ Շուշին հռչակեց իսլամական աշխարհի մշակութային կենտրոն։ Շատ ավելի ողջամիտ, շատ ավելի լրջմիտ եւ լայնախոհ կլիներ, եթե Շուշին լիներ ոչ միայն իսլամական աշխարհի մշակութային կենտրոն, դա պիտի լիներ պարսկական մշակույթի, թուրքական մշակույթի եւ հայկական մշակույթի համաձուլման կենտրոն, այսինքն միավորման կենտրոն, որտեղ ներկայացված էր բոլոր մշակութային ուրեմն արժեքները եւ դա կլիներ իսկապես արդեն խաղաղության խորհրդանիշ, հասկանում ես։ Իսկ իրենք բնաջնջում են այնտեղ հայկական հետքերը, բնաջնջում են Շուշիում ուղղակի հայկական հետքերը, ընկեր մեդիա ֆորումի մասնակիցներ եւ հատկապես չմասնակիցներ, ովքեր չեն մասնակցել, դե մի հատ ամոթանք տվեք, թեկուզ ովքեր ես մեդիա Դավիթ ջան դիմում եմ եւ քեզ նույնպես, ամոթանք տվեք, ինչ որ մի հայտարարություն արեք հայկական մեդիաների միջոցով, անկախ նրանից ով ում է պատկանում, հասկանում ես։ Այդ հայտարարություն արեք, այդ ինչ մեդիաներ եք հավաքվել այնտեղ, ասենք, այնտեղ լավ եք արել, հավաքվել եք, լավ եք արել, խոսում եք, բայց հաշվի առեք, որ այդտեղ դա որտեղ եք խոսում եւ ինչի մասին։ Հաշվի առեք, որ այդտեղ եղել է հայկական հնագույն մշակույթի կենտրոն եւ բնաջնջվում է այսօր հայկական հետքը։ Դա գոնե պետք է ասվի, չէ։ Շատ կրկնում եմ հեգնանքով խոսեց հայկական մշակութային հայկական կոմունիկացիոն հնարավորությունների մասին, շատ հեգնանքով, որ ինչպես կարող է Հայաստանը բանանի եւ այլն։ Եվ վերջինը ակնարկ արեց Սամվել Կարապետյանին, ինձ զարմացրեց այդ ակնարկը։ Գիտես ինչ ասենք, եթե անգամ ուղնուցուցով դեմ ես Սամվել Կարապետյանին, եթե Ալիևը խոսում է Կարապետյանի մասին, ուրեմն մենք կողմ ենք։ Ակամա դառնում ես Կարապետյանի կողմնակից։ Ինչ ասեց, ուրեմն ինչ որ քրեական գործ կա, դատախազ Հայագայի միջազգային դատարանի դատախազ Օկամպո կա, հետո Կամպոյի գործով անցնում է հայկական օլիգարխը, որը հիմա տնային կարանքում է գտնվում Հայաստանում։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը պիտի բանանի, շատ կոշտ հայտարարություն պիտի անի։ Կամ պիտի ընդունի, որ ինքը այդտեղ ինչ որ կողմ է եւ այլն, կամ պիտի շատ կոշտ հակադարձի։ Ինքը այսօր հեգնանքով ինչ որ հակադարձումներ է անում Փաշինյանին, ես կարծում եմ, որ նա պիտի այսօր հակադարձի Ալիևին, որովհետեւ կոնկրետ հիշատակվեց ինքը։ Եվ երկրորդ հայտարարությունը, որ նա պիտի անի, կարծում եմ պիտի հայտարարությունները, որ դուրս է գալիս Հայաստանի քաղաքականությունից։ Նա տեղը չի, Հայաստանի քաղաքական դաշտը նրա տեղը չի։ Ընդհանրապես ոչ մի օլիգարխի տեղը չի, նաև Ծառուկյանի տեղը չի։ Օլիգարխազերծումը պետք է իրականացնել քաղաքական դաշտում հայաստանյան, ցավոք սրտի մենք դա տեսնում ենք շատ ոչ հաճելի ձևերով, մենք տեսնում ենք դա
իրենց նկատմամբ բռնաճնշումների իրագործման, բայց դա իրենց մեղքն է։ Նույն Ծառուկյանը մի քանի անգամ դուրս էր եկել քաղաքականությունից։ Էջը փակել էր եւ բացում էր, փակել, հասկանում ես, օլիգարխը երբեք չի կարող լինել ինքնուրույն քաղաքական դաշտում։ Երբեք։ Նրան ինչ որ մեկը անպայման բերում է քաղաքականություն եւ տանում է հետ քաղաքականությունից։ Հիմա սրան էլ բերել են, հասկանում ես, հիմա այդ բերողները նրանցով փորձում են խաղալ։ Եվ իրենց ճակատագրերի վրա են խաղում, հենց նույն Ծառուկյանի եւ նույն Կարապետյանի։ Նրանք պիտի դուրս գան քաղաքականությունից։ Նրանք մեծապես նպաստ կունենան հայ ժողովրդի ապագայի նկատմամբ։ Շատ լավ կերպար ուներ բարեգործի եւ բարերարի Կարապետյանը։ Այդ կերպարից պիտի չհրաժարվեր։ Դա հիմա ուղղակի դեվալվացրեց իր արժեքը որպես ազգային բարերար, որպես ազգային գործիչ, որպես մարդ, որը նպաստել է նույն Ղարաբաղի, գիտես, Ստեփանակերտում կառուցած այդ հիվանդանոցը հսկայական ներդրում էր իր կողմից, հայանպաստ գործ էր, հասկանում ես, հիմա ոնց կարելի է այդ գործի համար նրան ասել շնորհակալություն եւ չպատվել, հա, բայց երբ դու արդեն որպես այլ երկրի օլիգարխ հանդես ես գալիս Հայաստանի քաղաքական դաշտում, ասում ես պիտի վարչապետ դառնամ, չեղավ ընկեր, դա չեղավ էլի, դա չի լինում այդպես, փող ունես, խելք ունեցիր ճիշտ գործադրել այդ փողը։ Նույն վերաբերում է Ծառուկյանին, իհարկե, ասենք ես բացարձակ չեմ ողջունում այն մեթոդները բռնաճնշման, որոնք իրագործվում են այդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, բայց անտեղը չի քաղաքականությունը։ Օլիգարխազերծումը անհրաժեշտ պայման է մեր հետագա զարգացումների համար։ Իհարկե անդրադառնամ Սահմանադրական դատարանի որոշմանը եւ ընդհանրապես այս հետընտրական իրավիճակին ընդհանրապես տես Սահմանադրական դատարանը կայացրեց որոշում, ոչ մի անսպասելի բան այնտեղ չկար։ Բնականաբար Սահմանադրական դատարանը պիտի հաստատեր ընտրության արդյունքները։ Ինչու, Դավիթ, որովհետեւ կա առաջին հերթին նախ ես ուսումնասիրեցի Սահմանադրական դատարանի մասին օրենքը։ Գիտես, դա ինչ ասեմ, անորակ օրենք է, անմակարդակ, հասկանում ես, պրոցեդուրալ ինչ որ բաների մասին, ով պիտի դիմում գրի, երբ պիտի դիմում գրեն, ինչպես են դիմումները քննարկվում, ընդամենը պրոցեդուրաների մասին ոչ մի լուրջ քաղաքական մոտեցում այդ ինստիտուցիոնալ հզորագույն կառույցի նկատմամբ ես այդ օրենքում չտեսա։ Մի թեթև գրառում տեսա, հիմա ֆիքսել են 61-րդ հոդվածում կար հետևյալ գրառումը, որ Սահմանադրական դատարանը իր որոշումները կայացնում է իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին համապատասխան։ Հիմա գիտես ինչ կա, եթե իրավական որոշակիության մասին է խոսքը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավական որոշակիության մակարդակի որոշում էր կայացրել եւ աշխարհի գրեթե բոլոր երկրները առանց երկու հիշատակված երկրների արդեն շնորհավորել են, այսինքն ստեղծվել է որոշակի իրավիճակ երկրի։ Հա հիմա ինչքան ուզում ես դու օպոզիցիոներ եղիր, դու պիտի քո հույսը դնես ուրեմն որ Սահմանադրական դատարանը պիտի իշխանափոխության հարց լուծի։ Երբևիցե Սահմանադրական դատարանը նման հարց չի լուծի, թեկուզ եւ այս 61-րդ հոդվածում գրված իրավական որոշակիության սկզբունքից ելնելով։ Այլ բան է, որ մենք այդ լավ էր, որ ուղիղ եթեր էր, բոլորս հնարավորություն ունեցանք եւ արգումենտները լսել այս կողմերի եւ հակաարգումենտները լսել։ Ես իմիջիալոց մեծ հաճույք ստացա, որովհետեւ եւ արգումենտ բերող երիտասարդ գեղեցիկ տղաները, իրավաբանները դրանց ցանկում մեծապես իմ աշակերտներն էին եւ հակառակ կողմից, այսինքն արդեն բանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Փաշինյանի կողմից, որպես երրորդ անձ ներկայացված իրավաբանը եւս իմ աշակերտներից էր, այսինքն նրանք գրում են դիպլոմներ, որոնք ես եմ ստորել, ես մեծագույն հաճույք ստացա։ Ձեր համար պատկերացնում եմ, առանձնահատուկ հետաքրքրություններ։ Գրագետ, ուրեմն եւ փաստարկը, եւ հակափաստարկը սրանք բան եւ իսկապես սրանց որակի վերաբերյալ ես քեզ կարող եմ այսօր փաստել մի բան, որ մեր իրավագիտությունը այս երիտասարդների շնորհիվ շատ լավ ապագա ունի, շատ լավ, որովհետեւ խնդիր չկա, դեռ ես հաճույք ստացա եւ հասկացա, որ շատ լավ է մեր վիճակը այդ իմաստով, շատ գրագետ եւ երիտասարդ լայնախոհ իրավաբաններ ունենք։
Ինչը ես չէի ասի Սահմանադրական դատարանի որոշ դատավորների մասին, հասկանում ես, եւ այնքան ակնառու էր այս երիտասարդների պատրաստված, կազմակերպված, գրագետ ելույթները եւ որոշ դատավորների անգրագետ դրսևորումները, հասկանում ես։ Եվ այստեղ ես հարց եմ բարձրացնում, կադրային քաղաքականությունը մեծապես կարող է եւ նպաստել եւ ոտնահարել կոնկրետ ինստիտուտի կշիռը երկրում, հասկանում ես, ինստիտուտի հեղինակությունը, Սահմանադրական դատարանը, թե կենտրոնական ընտրական հանձնաժողով, դրանք սահմանադրական կարևորագույն ինստիտուտներ են, նրանց չի կարելի դեվալվացնել, հասկանում եք, կադրային քաղաքականությամբ, չի կարելի նշանակել մեկին դատավոր, որը չի համապատասխանում, եւ դա ակնառու դարձավ, հասկանում ես, հիմա այս ամբողջ process-ի մեջ ես պիտի փաստեմ, որ թե Սահմանադրական դատարանը եւ թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը չշահեցին, նրանք տուժեցին, նրանք դեվալվացվեցին, հասարակական անկալման տեսանկյունից նրանք դեվալվացվեցին, իսկ եթե նրանք դեվալվացվեցին, ուրեմն թուլացավ իմպետությունը, հասկանում ես, որտեղ դրանք կարևորագույն օղակներ են պետական, եւ մեկ անգամ եւս չի կարելի անձնական նվիրվածության չափանիշով միայն ղեկավարվել կարևորագույն սահմանադրական օղակներում մարդ նշանակելիս, պիտի այնուամենայնիվ մտածես, որտեղ պետության հեղինակությունն է։ Ես ցավում եմ, որ պետության հեղինակությունը այդ ամբողջ process-ի ընթացքում նվազեց։ Իսկ ինչ վերաբերում է որոշմանը, դա բացարձակ սպասելի եւ կանխատեսելի որոշում էր, որ որոշումը պիտի հաստատվեր, որովհետեւ մենք այդպես հանակ անելու պետություն չունենք, էլի, կա որոշում, որը կայացված է, հիմա կա իրավիճակ, որում մենք կանք եւ այդ իրավիճակը պիտի մենք եւ ընդունենք եւ փորձենք նպաստել հետագա առողջացմանը պետության եւ առողջացմանը եւ ուժեղացմանը, այդ թվում նաեւ ճիշտ կադրային քաղաքականության պատճառով։ Այս ընթացքում տեղի ունեցավ նաեւ Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության գենոցիդի ճանաչման փաստը, որը ինձ մեկ անգամ եւս բերեց այն համոզմունքին, որ մենք պիտի դադարեցնենք մեր կողմից որևէ ջանքեր, որոնք ուղղված են միջազգային ճանաչմանը, որովհետեւ այդ ճանաչումը բացարձակ կապ չուներ Հայաստան պետության հետ, բացարձակ կապ չուներ իմ ու քո հետ, եւ դա վիրավորական էր, Դավիթ, որովհետեւ Իսրայելը որպես պետություն հայությանը վերաբերող հարց է քննարկում եւ որոշում կայացնում Իսրայելի կառավարությունը, իդեպ դեռ խորհրդարանը չի ընդունել այդ որոշումը, որովհետև Ադրբեջանը բոյկոտեց միանգամից եւ դեռ փաստ չէ, որ Իսրայելը Իսրայելի խորհրդարանը դեռ ես չեմ կարող փաստել, փաստ չէ, որ դա կընդունվի եւ կդառնա վերջնական օրենք, բայց այնուամենայնիվ կառավարությունը եւ Նեթանյախուն, այսինքն նրանք որոշում կայացրեցին ի վնաս Թուրքիայի, նրանք Թուրքիային ցույց դրեցին, որ դուք գենոցիդալ երկիր եք, որովհետեւ օրինակ հայերին ցեղասպանել եք։ Հասկանում եք, մենք կապ չունենք դրա հետ եւ դա վիրավորական է եւ մեկ անգամ եւս ես գալիս եմ այն համոզմունքի, որ իհարկե մենք պետք է դադարեցնենք այդ ջանքերը, որտեղ մեր հիմնական ջանքը պիտի լինի թուրքերին դա համոզել, թուրքերին բերել այդ գիտակցման, թուրքերին բարելավել, այսպես ասած, բարոյականացնել, ոչ թե Իսրայելը ճանաչեց մեզ, ինչ որ ճանաչեց, մեկ անգամ եւս անտեսեց մեզ, անգամ մի հատ հերրախոսազանգ չեղավ, որ գիտես ինչ կա, sense բան ենք ընդունում, ոնց եք դու, կամ գիտես քաղաք ինչ որ մի բան պիտի լինի, միջազգային հարաբերությունների քաղաքավարությունը եւ պրոտոկոլը պարտադրում է, որ նման դեպքերում պիտի զանգ լիներ գոնե, այդ զանգն էլ չեղավ, այսինքն մեզ անտեսեցին, մենք չկանք, մեր հարցերը քննարկվում են, մենք չկանք, շատ ցավալի է եւ մեկ անգամ եւս շեշտադրում եմ, մենք պիտի այդ խաղերի մեջ չմտնենք եւ այստեղ ես պաշտպանում եմ այսօրվա Հայաստանի դիրքորոշումը, որ դա մեր գործը չի, իսկապես մեր գործը չի, որովհետեւ դա մեզ ցույց տվեցին, որ ձեր գործը չի, հասկանում ես։ Եվ հիշատակեցի Մանդելշտամին մի գեղեցիկ ճարտարապետական եւ քանդակագործական գործ կա, որը որ երկար ժամանակ իմ եւ Տիգրան Հակոբյանի կողմից պատրաստել ենք քաղաքապետարանի հետ ինչ որ բանակցություններ է վարում Հակոբյանը, հուսով եմ, որ շուտապույտ կավարտվի, որովհետեւ հզորագույն ռուս գրող է Յոսիպ Մանդելշտամը, հզորագույն ինչ ասեմ, հայասեր հզորագույն գրող, մենք ընդհանրապես պիտի հասկանում ես, ընդհանրապես պիտի կարևորենք այն ռուսներին, այն ամերիկացիներին, որոնք նպաստ են բերել մեզ, որոնք մեր կողքին են եղել։
Անցած օրը մենք ես ճանապարհորդում էի մի հրաշալի հայ մարդու հետ, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, եթե ճանաչում ես, հզորագույն գրականագետ է, լավագույնն է մեր ուղղակի հզոր մարդ։ Եվ ճանապարհին ուղղակի խոսք գնաց ռուս գրականության մասին մասնավորապես խոսացինք Մաքսիմ Գորկու մասին, ես Գորկուն շատ բարձր եմ գնահատում, Մաքսիմ Գորկին ես համարում եմ, որ թերագնահատված է որպես գրող, որպես ուղղակի մեծություն, հա։ Եվ հիշեցինք, որ Մաքսիմ Գորկու անվան դպրոցը անվանակոչվեց, վերանվանակոչվեց Լևոն Շանթի անունով, ես չեմ նսեմացնում Լևոն Շանթին, բայց Մաքսիմ Գորկուն մենք մոռացանք։ Իսկ պրոֆեսոր Մուրադյանը ինձ հիշեցրեց, ասաց Մաքսիմ Գորկին այն Գորկին է, որը 1916 թվականին գենոցիդից հետո նախաձեռնեց եւ հրատարակեց ռուսերենով մի անտոլոգիա արմյանսկի լիտերատուրի։ Մաքսիմ Գորկին, որտեղ իմիջայլոց այդ անտոլոգիայում հրաշալի իր մասնակցություններ ցուցաբերել Վահան Տերյանը։ Եվ այսին Մաքսիմ Գորկին 16 թվականին գենոցիդից հետո աշխարհին եւ ռուսալեզու աշխարհին ուզում էր ցույց տալ այդ տեսեք հայերը ով են, ում նկատմամբ է տեղի ունեցել այդ ցեղասպանությունը։ Հիմա դուք հայեր, այսօրվա հայեր, ինչու եք Մաքսիմ Գորկուն մոռանում, նրա դպրոցը ինչու եք անվանակոչում։ Միթե դուք հաստատ սրա մասին տեղյակ չեք, բայց ինչու չեք հարցնում համապատասխան մասնագետներին։ Ես չեմ կարող ընդունել սա եւ մենք գիտես սա նաեւ անշնորհակալության մասին է խոսքը եւ պատմական հիշողության բացակայության մասին է խոսքը։ Ավելի շատ դրա, ավելի շատ երկրորդի քան առաջինը։ Դավիթ ջան, բայց դա էլ շնորհքի պակաս է, հասկանում ես, ասենք ոնց կարող ես դու պատմական հիշողությունը, եթե մեկը, գիտես, չինացին ասում է, թե մեկը ինձ ուսուցիչ է եղել մի օր, նա ինձ ամբողջ կյանքի իմ հայրն է, չէ, հայրն է ասում, իմ հայրն է, ամբողջ կյանքի մեջ մինչև կյանքիս վերջ իմ հայրն է, այդ մարդը այդ մի օր ուսուցիչ է։ Այս մարդը անտոլոգիա է թողարկել 16 թվականին, հզորագույն ռուս գրող։ Դու ինչու ես նրա անունը մոռանում կամ ինչ որ չգիտեմ ինչ ալիքի տակ նրան ասենք այդ հակառուսական ալիքի տակ ինչ հակառուսական ալիքի տակ դու լիքը մարդ ունես այդտեղ ասենք այնքան թշնամիներ ենք ունեցել նույնպես դրանց անդրադարձեք բայց մեկ անգամ եւս մի հատ վեր հանեք մի հատ մասնագետների հետ խոսեք ում եք դուք բնաջնջում ձեր պատմությունից այսքան այսօր Կհանդիպենք հաջորդ շաբաթ Դարփինյանի ժամների եթերում պրոֆեսոր Արմեն Դարփինյանը առաջին խոսափողի մոտ Դավիթ Խումարյանը երկրորդի։ Շարունակեք լսել Գործարար ալիքը, կհանդիպենք։